մոտիկ պահեք։ Եթե Աստծո կամոք ընտրվենք։ Մեր հայրենիքի համար ամենակենսական հարցերից մեկը այդ ըստ Ալիևի Զանգեզուրի միջանցք, ըստ Նիկոլ Փաշինյանի Թրամփի ուղի։ Դուք ոնց եք տեսնում դրա իրականացումը։ Չէ, ես կուզեի, որ չիրականանար, բայց դուք հարցը ավելացնեմ, քանի որ պետությունները պարտք են վերցնում պետական պարտ մեծ պրոյեկտների համար, հնարավոր չի, որ մենք էլ վերցնենք այդ պետական պարտը, ինքներս անենք, ինքներս վերահսկենք։ Հենց իմ առաջարկը դա էր։ Խոսքը այդ տրիպի մասին է, թե ինչպես եմ տեսնում, նայեք, ամբողջ այդ տրիպի ճանապարհները եւ ավտոճանապարհը եւ երկաթուղին լրիվ սամանի գծով Արաքսի գրեթե ափի։ Արանքում միայն ճանապարհն է, ափից հետո ճանապարհն է, փշալարն է այդ սահմանի, հետո ճանապարհը ավտո, հետո երկաթուղը, իրար կպած։ Այն մյուս կողմը Իրանն է։ Ընդհանրապես Արաքսի լայնությունն է։ Ուղղակի անջատում տվյալ դեպքում եւ նման աշխարհագրական դիրքը Իրանի հետ հաշվի առնելով հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ ուղղակի պատերազմի մեջ են եւ բերել Միացյալ Նահանգների ընկերություն տեղադրել տեղ, սա գլխացավանք է Հայաստանի համար։ Հարևանի հետ հարաբերությունները փչացնելու sense լավագույն տարբերակն է, եթե միտքդ հարաբերությունները փչացնելն է։ Ինչքան ուզում ես դու Պարսկաստանին համոզի, որ այդպես չի, չեն հավատալու։ Եվ դժվար է հավատալ։ Ուրեմն լուծումը հետևյալն է։ Իմ առաջարկը հետևյալն է։ Ընդհանրապես տարբերակ 1, մենք կառուցում ենք, շատ փող պետք չի եւ դա առանց պարտքի է։ 2 տարի պարտքի ավաչարտ չեն տալիս, ճանապարհը կառուցում են այդ փողով։ Երկրորդ տարբերակը դա սարքել ուղղակի ոչ թե Միացյալ Նահանգներ Հայաստան, բերել մի երկիր նաև, որի նկատմամբ Իրանը ունի վստահություն։ Դա կարող է լինել Չինաստանը, դա կարող է լինել Ռուսաստանը։ Եթե չէ, ուրեմն դա խնդրեմ է, ուրեմն դա լավ է չի լինի, քան լինի։ Ամենից հեշտ ճանապարհը ուղղակի Հայաստանի Հանրապետությունը կառուցում է, ասում է դուք ուզում եք կապը Նախճեվանի հետ, էսա ձեր կապը։ Մենք այդ ճանապարհից օգուտներ չենք ստանալու։ Թուրքիայից, Ղարսից միջև Նախճեվան, հիմա երկաթուղին սկսել են կառուցել, հենց դա աշխատեց, ուրեմն այդ տրիպը աշխատելու է 99%-ով։ Թուրքիա, Նախճեվան, Ադրբեջանի հիմնական տարածք եւ Կենտրոնական Ասիա այդ գիծը սպասարկելու համար։ Ուրիշ բան չի լինելու։ Մենք տեղից ստանալու ենք չնչին տրանզիտի գումար, էտել ընդհանուրի 24%-ի մասնաբաժնով։